Երգչուհի Օքսի Ավդալյանը այն հայտնիներից է, ով բավականին ակտիվ է և իր գործունեության մեջ, և իր ինստագրամյան հարթակում։ Երբեմն իր երաժշտական գործունեության ընթացքում քննադատությունների արժանացած երգչուհիներից մեկը հենց Օքսին է։ Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում հատկապես քննարկվում էր երգչուհի Օքսի Ավդալյանի ամուսնալուծության մասին լուրը։ Այս ամենից հետո Օքսին շարունակում է ակտիվ հրապարակումներ անել։ Թե իսկ այս օրերին երգչուհին իր հանգիստն է վայելում Բալիում, որտեղից մի քանի կադրերով կիսվել է իր հետևորդների հետ։ Դե իսկ մենք առանձնացրել ու ձեզ ներկայացնում ենք բացառիկ կադրերը շքեղ հանգստից։ Երգչուհի Օքսի Ավդալյանը այն հայտնիներից է, ով բավականին ակտիվ է և իր գործունեության մեջ, և թե իր ինստագրամյան հարթակում։ Երբեմն իր երաժշտական գործունեության ընթացքում քննադատությունների արժանացած երգչուհիներից մեկն է հենց Օքսի Ավդալյանը։ Վերջին ամիսներին հատկապես քննարկվում է Օքսիի ամուսնալուծությունը, ինչը բացարձակապես չի ազդել նրա ինստագրամյան ակտիվության վրա։ Այս ամենից հետո Օքսին շարունակում է ակտիվ հրապարակումներ անել։ Նշենք, որ ամիսներ առաջ կայքերը գրեցին այն մասին, որ Օքսիի ամուսինը նախկին Օքսի Վահագ ինստագրամյան անունը փոխել է, դարձնելով Վահագն Ավագյան։ Բացի այդ, հեռացված էին բոլոր համատեղ հրապարակումները, ինչը խոսում էր բաժանման մասին։ Կարճ ժամանակ անց արդեն ամեն բան պարզ էր։ Զույգը իսկապես բաժանված է։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն զույգի բաժանման պատճառը խանդն է, մասնավորապես Վահագնի խանդը ուղղված իր կնոջը։ Խանդ, որը եղել է երկար տարիներ, սակայն միայն 1 տարի առաջ այն հասել է իր գագաթնակետին։ Ի դեպ, ասում են խանդը անտեղի չի եղել։ Նշենք նաև, որ զույգի բաժանումից կարճ ժամանակ անց Օքսիի ամուսինը ինստագրամյան իր էջում հրապարակեց լուսանկար, որում տղա և աղջիկ էին։ Շատերի կարծիքով Վահագնը նոր սիրելի ուներ։ Նշենք, որ երկուսն էլ մշտական կապ ունեն իրենց դստեր Ադիի հետ։ Հավելենք նաև, որ մշտապես խիզախ հագու կապով աչքի ընկնող երգչուհին բաժանման լուրերից հետո շարունակում է սեքսուալ դիրքերով նկարվել և այդ լուսանկարները հրապարակել ինստագրամյան հարթակում։ Ի դեպ, նրա հրապարակումները նախկինից առավել հաճախ են։ Նշենք նաև, որ երգչուհի Օքսի Ավդալյանը այն հայտնիներից է, ում արտաքինը տարիների ընթացքում շատ է փոխվել։ Կարելի է ասել, երգչուհին անճանաչելի է դարձել տարիների ընթացքում։ Նայելով Օքսիի տարիներ առաջ արված լուսանկարները ակնհայտ է, որ նա զգալիորեն փոխվել է ու գեղեցկացել։ Հատկանշականն այն է, որ երգչուհու սոցիալական ցանցի էջերում այլևս չեն կարող գտնել նրա արխիվային լուսանկարները։ Այո, Օքսի Ավդալյանին շատերն են քննադատում, սակայն նրա պատմությունը շատ անհավանական ու հետաքրքիր է։ Օքսիի մանկությունն անցել է հեռավոր Ղազախստանում։ Նա մեծացել է խիստ ու ավանդական ընտանիքում, ավելի հասուն տարիքում հայրենիք է վերադարձել։ Այս մասին Օքսին պատմել էր Մեհեր Բաղդասարյանի «Տետ-ա-տետ» հաղորդմանը հյուր եղած ժամանակ։ Ոչ քրիստոնյա միջավայրում ապրող ընտանիքի զավակի համար բավականին դժվար է եղել մանկությունը վայելել։ Ղազախստանում Օքսիի բազմազավակ ընտանիքը ամենահարուստ ընտանիքներից մեկն էր։ Օքսիին վստահել են, բայց շրջապատին ոչ։ Օքսին միշտ ոսկե վանդակներով շրջապատված է եղել։ Ընտանիքում 2 քույր ու 2 եղբայր են մեծացել, իսկ տան ավագը Օքսին է եղել։ Նա Հայաստանի Սարուխան գյուղում տատիկի ու պապիկի հետ է ապրել ու դպրոցական կրթությունը հենց էնտեղ էլ ստացել է։ Այդպես է որոշել Օքսիի հայրը։ Երգչուհին իր ապագա ամուսնու Վահագնի հետ ծանոթացել է սոցիալական կայքերում։ Վահագնը ներկայացել է որպես Օքսիի հայրիկի ընկեր։ Շփվել են սոցկայքերում, իսկ հետո հանդիպել են Աստանայում։ Ինչպես Օքսի Ավդալյանն իր հարցազրույցի ժամանակ նշել է, հայրը դեմ է եղել Վահագնի հետ հանդիպմանը, հետո նաև ամուսնությանը, սակայն երգչուհին պնդել է ու հավելել, որ սիրում է Վահագնին։ Երիտասարդ երգիչ և հաղորդավար Արտակ Հայրապետյանը YouTube-յան իր էջում ներկայացնում է երաժշտական նոր հաղորդում, որի շրջանակներում 2 տարբեր սերունդների ներկայացուցիչներ հանդիպում են, լսում վերջին տարվա ընթացքում թողարկված հայկական արտադրության երգերը, հիթերը, հնչեցնում իրենց կարծիքներն ու երգերը գնահատում 1-ից 10 բալանոց ստանդարտով։ Հաղորդման վերջում ըստ գնահատականների կազմվում է երգերի լավագույն հնգյակը։ Ամիսներ առաջ հաղորդմանը հյուր էին երիտասարդ երգչուհի Անահիտ Հակոբյանը և Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը։ Շուշան Պետրոսյանը երգերից մեկը ընդհատել է սկսվելուց մի քանի վայրկյան անց, դրան տալով 0 բալ։ Երգի հեղինակը Օքսի Ավդալյանն էր։
Խոսքը Օքսիի Մոնամի երգի մասին է, որը YouTube-յան հարթակում ունի 1 միլիոնից ավելի դիտում։ Երիտասարդ երգչուհի Անահիտ Հակոբյանը ևս համակարծիք էր Շուշան Պետրոսյանի հետ, բայց նշեց, որ չի ցանկանում նեղացնել Օքսի Ավդալյանին։ Դրանից հետո Շուշան Պետրոսյանը ամոթանք է տվել երգի հեղինակին։ Ես նեղացնում եմ, ամոթ, արտիստը պետք է հանդիսատես կրթի իր արվեստով, իր առաջ բեմելով, արտիստը միշտ չափանիշ է եղել, բայց դու իջնում ես քո 2 կոպեկի համար։ Գոյություն ունեն մշակույթի գործիչներ, մշակներ, որոնք մշակում են հասարակությանը, մեկնաբանել էր Շուշան Պետրոսյանը։ Այսքանով Օքսի Ավդալյանի անվան հետ կապված իրադարձություններն ու ուշագրավ դեպքերը չեն սահմանափակվում։ Տարիներ առաջ Օքսի Ավդալյանը սկսեց համագործակցել ռեպեր Սուպեր Սաքոյի հետ և թողարկեց «Սեր չկա» երգը, որը մի քանի օրում հիթ դարձավ։ Սակայն փոփ հայտնի երգիչ Սուպեր Սաքոյի և Օքսի Ավդալյանի զուգերգը «Սեր չկան» անակնկալ ձևով պրեմիերայից օրեր անց անհետացավ YouTube-յան հարթակից։ Նրանցից ոչ մեկը պաշտոնական մեկնաբանություն չտվեց այս հարցի վերաբերյալ, իսկ Armblur.am-ը դեռ այն ժամանակ կապ էր հաստատել Օքսի Ավդալյանի պրոդյուսեր Գևորգ Հովհաննիսյանի հետ, ով նրանց հետ զրույցում ասել էր. «Անկեղծ ասած, ես չեմ զբաղվում YouTube-յան ալիքով, միայն Օքսիից տեղեկացել եմ, որ ինչ-որ բողոք է եղել, որի արդյունքում էլ արգելափակվել է տեսահոլովակը։ Այս պահին փորձում են հնարավորինս արագ կարգավորել խնդիրը»։ Պրոդյուսերի խոսքով YouTube-ն այն հարթակն է, որը անկանխատեսելի է նման դեպքերում։ Այո, կայքերը Օքսիի մասին գրել են շատ և անվերջ, տարբեր թեմաներով։ Ասեկոսm-ը գրել է. երգչուհի Օքսի Ավդալյանն, ով հանրությանը հայտնի է իր տարբեր ու մեկը մյուսից անհասկանալի երգերով ու տեսահոլովակներով, վերջին շրջանում լրատվամիջոցների կողմից մեղադրվում էր Լիլիթ Հովհաննիսյանին նմանակելու մեջ։ Եվ երբ մի փոքր ուսումնասիրում ես նրա սոցիալական էջերը, պարզ է դառնում, որ երգչուհին կարողանում է միայն հմուտ կերպով կրկնօրինակումներ անել։ Ներկայումս լրագրողներին մերժող և խիստ աստղային կյանքով ապրել փորձող Օքսին մանուկ հասակում ադամանդ է եղել։ Այո, ադամանդ։ Վերջինս մասնակցել է ԱԼՄ հեռուստաընկերության հայտնի հաղորդմանը, եթերից ողջունել տատիկին, պապիկին ու վերջում ադամանդ դարձել։ Տպավորություն է, որ մինչ օրս երգչուհին դեռ այդ տիտղոսի ազդեցության տակ է մնացել։ Ինչպես արդեն նշեցինք, երգչուհի Օքսի Ավդալյանի ընտանիքը բազմամարդ է եղել։ Երգչուհին ունի 2 քույր և 2 եղբայր։ Աննան նույնպես երգչուհի է և ունի իր երգարվեստում ընդամենը 1 երգ։ Նա հանրության շրջանում ներկայանում է Գաննա բեմական անունով։ Օքսին և Աննան վերջին շրջանում հատկապես հաճախակի են սկսել իրենց էջերում լուսանկարներ հրապարակել միմյանց հետ։ Աննան ամուսնացած չէ, սակայն լուրեր էին պտտվում, որ նա շուտով նշանադրվելու է։ Երգչուհի Օքսի Ավդալյանի մյուս քույրը հանրությանը հայտնի է իր հեղինակած երգերով։ Սյուզաննա Ավագյանը աշխատում է մի շարք աստղերի հետ ու գրում է նրանց համար հիթային երգեր։ Սարգիս Ավետիսյանի, Դիանա Հարությունյանի, Վահագն Աթաբեկյանի և շատ այլ ուրիշ երգիչ-երգչուհիների երգերը գրում է հենց Սյուզաննա Ավդալյանը, ով էլ Օքսի Ավդալյանի քույրն է։ Օքսի Ավդալյանի հիթային երգերից շատերն էլ հենց հեղինակել է քույրը՝ Սյուզաննան։